Այսօրվա ակցիան միտված էր ուղերձելու, որ մենք ամեն ինչ տեսնում ենք եւ լավ հասկանում ենք եւ եվրոպական մեր գործընկերները նաեւ պիտի հասկանան, որ Հայաստանում որևէ մեկին խաբել չեն կարող, չի կարող Հայաստանում անցկացվել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով եւ Հայաստանի համար կարեւոր օրակարգային հարցերը մնան առանցքում։ Այս կոնտեքստում նաեւ կարեւորում եմ գերիների հարցը, չի կարող Հայաստանում հավաքվել ամբողջ էլիտը Եվրոպայի եւ աչքերը փակել Հայաստանի համար ամենակարևորագույն հարցի վրա։ Շուրջ 150,000 մարդկանց տեղահանություն Արցախից, ոչ մի բառ այդ մասին, վերադարձի իրավունքի մասին ոչ մի խոսք, գերիների մասին ոչ մի խոսք։ Իսկ այսօր իրենց այդքան քննադատված եւ քննարկված հիբրիդային պատերազմի ֆորմատում առաջին խաղացողը Նիկոլ Փաշինյանն է։ Այս ամեն ինչը վառ վկայությունն է, թե ինչպես են եվրոպական տերությունների աջակցությունը, Եվրոպական միության նաեւ աջակցությունը վայելելով այսօր տեղի ունենում իշխանության ապօրինությունները։ Մենք կույր չենք, ի տարբերություն իրենց, եթե իրենք կույր են կամ տեսողական խնդիրներ ունենք, ապա խնդրեմ կարող են օգտվել սրանից, գուցե տեսնեն ու հասկանան, որ հայ ժողովուրդը գիտակցում է, հասկանում է եւ նաեւ իր հասկացածը արտահայտելու է հունիսի 7-ին։ Ինչ ակնկալում ենք, որ առնվազն իրենց կարևորագույն արժեքներից մեկը, որ մարդու իրավունքներն են, գոնե իշխանություններին լավ այդ աջակցությունը ցույց չեն տա, որը թե նյութական, թե բարոյական, թե լռելու եղանակով իրականացնում են։ Սա ուղղակի փոխշահավետ գործարք է, որը Հայաստանի իշխանությունների հետ կնքել են, բնականաբար տարածաշրջանային հարցերով պայմանավորված։ Երկստեք կլռենք, կանցնի առաջ ինչ խնդիր կա, բայց Հայաստանի ժողովուրդը վստահաբար իր ձայնը լսելի կդարձնի, դա լինի Եվրոպան, թե ամբողջ աշխարհը։ Մենք որպես երիտասարդներ էլ ուզում եմ ասել, որ տեր ենք մեր իրավունքներին, լավ գիտակցում ենք եւ մեզ պարզապես վիզաների ազատականացմամբ խաբելը շատ դժվար է։ Մենք չենք կարող համակերպել մեր հայրենիքի կորստի հետ, դրա դիմաց ստանալով վիզաների ազատականացում, դա էլ դեռ հարց է, իրականում հնարավոր է, հնարավոր չի, ուղղակի եթե շատ պարզ ամենատարրական գիտելիքը ունենք, կարելի է ուղղակի դիտարկել Վրաստանի փորձը, որ բավականին տևական ժամանակ է Եվրոպայի ճանապարհին են եւ ու հասան, ուր են իրենք, երևի անդամակցել են, գաղտնի են պահում մեզնից, չգիտեմ։ Ուղղակի պետք է ռեալիստ լինել, իրատես լինել, մի քիչ ուսումնասիրել ինչ է կատարվում մեր շուրջ։ Մենք դա արել ենք, հիմա ով չգիտի, իրենց էլ կոչ ենք անում, մի հատ ուղղակի դիտարկել ինչ է մեր շուրջ կատարվում էլի եւ ոչ թե դառնալ տարբեր պետությունների գերտերությունների շահերի արանքում գործիք, այլ դառնալ գործոն, որովհետեւ Հայաստանը այդ պոտենցիալը ունի։ Եթե մարդիկ կան, որ իշխանության են ու չեն գիտակցում այդ պոտենցիալը չգիտեն, մենք գիտենք, կարող են զիջել մեզ։ Մենք պատրաստ ենք Հայաստանը ուժեղացնել, զորացնել եւ ուրեմն գնալ թե Եվրոպա, զարգանալ, թե առանց Եվրոպայի, որովհետև այդ բոլոր հնարավորությունները Հայաստանում ունի։ Իսկ ինչ վերաբերվում է, քանի որ սա շատ շահարկված թեմա է, վիզաների ազատականացումը, ուզում եմ հիշեցնել բոլոր երիտասարդներին, որ վիզայի համար դիմելու այդքան տևական հերթերի մեջ սպասելը այս իշխանությունների օրոք է էլի եղել։ Ուղղակի այս իրականությունից փախնելը, չգիտեմ, մինչև ուր կարող է էլի հասցնել։ Ինձ թվում է մեր ձայնը առնվազն այստեղ լսելի էր, այս շենքում եղած մարդիկ գոնե մի անգամ էլ հետահայաց նայեն ու հասկանան, որ ոչ մեկ հիմար չի, ոչ մեկի պետք չի հիմարի տեղ դնել եւ վաղ թե ուշ իրենք էլ էլի պիտի պատասխան տան իրենց լռության համար։ Եթե այս կեղծ արժեքներով են առաջնորդվելու, չգիտեմ, ուրեմն այստեղ անելիք գուցե չունեն, բայց քանի որ մենք Եվրոպայի հետ, Եվրամիության հետ բավականին տևական ժամանակ նաեւ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, ինձ թվում է ուղղակի պետքա կամք, որը Հայաստանի իշխանությունը պիտի դրսևորի, դա բնականաբար այս իշխանության մասին չի, որտեղ իրենք չեն կարող, իրենք չունեն այդ կամքը, դրսևորել կամք, կարգավորել հարաբերությունները բոլորի հետ եւ բնականաբար զարգանալ չզիջելով։ Իսկ այս պահին սպասում եք ինչ-որ մեկը ներսից դուրս կգաց այդ կզրուցի։ Մենք համոզված ենք, որ ոչ մեկ դուրս չի գա, որովհետև իրենք լավ հասկանում են իրենց արարքները եւ դրա հետևանքները։ Բնականաբար հասկանում են, որ Հայաստանում մարդու իրավունքները հավասարված են 0-ի, այստեղ կան մենակ իշխանավորները, իշխանականների շահերը։ Ուզում եմ հիշեցնել մի դեպք, որ իշխանական պատգամավոր հիմա արդեն դե չէ, ավտոբուսի մեջ դեպքեր եղել 5 րոպե հետո բոլորը ովքեր միջադեպին մասնակից էին, բոլորին գտել էին, ինչ որ պատասխանատվության էին ենթարկել, իսկ այսօր Հայաստանում
նախընտրական քարոզարշավի շրջանակում բժիշկ Սողոյանի հանդեպ վերաբերմունքը ոչ մեկ պատասխանատվություն չկրեց, 3 Մասիսում մի կնոջ մեքենայի մեջ են մտնում, մեքենայի միջից բանալին են հանում, մի հատ էլ Անահիտ Ավանեսյանը կողքից ծափ տալով ուրախ ես չեմ հասկանում, չեմ ընդունում նամանավանդ կանանց կողմից այդ ամեն ինչը ու երբ որ պահը գալիս է իրենք են էլի այդ արժեքները թելադրողը դառնում, դուք ինչ կապ ունեք եվրոպական արժեքների հետ, դուք ոնց կարող եք Հայաստանում այդ արժեքները ներկայացնել կամ չգիտեմ սպասարկել, կապ չունեն իրենք այս ամեն ինչի հետ։ Կա Նիկոլ Փաշինյանի ձեռքին խաղալիքներ իր նախարարներով հանդերձ, ովքեր պարզապես ոգևորվում են ու այդ ատելության քարոզի տարածողն են էլի ու Արդարադատության նախարարը ամեն երկրորդ հարցազրույցում այդ մասին է խոսում, որ ատելության խոսքը SNN-ն շատ տարածված է, ուզում եմ մի հատ խնդրեմ իրենց այդ նախընտրական քարոզարշավը նայեն էլի կողքից կամ ներսից, չգիտեմ։ Գուցե իրանք ուղղակի այդքան խոսքի իրավունք չունեն, որ կարողանան ասել, չեմ մեղադրում, ուղղակի եթե այդքան վատ վիճակում են, կարող են մեզնից օգնություն խնդրել, վստահաբար կարողանանք իրենց էլ օգնել։ Շատ ուղիղ, առնվազն նյութական աջակցության մասին եւ ուրեմն լրելու տեսքով այն ինչ որ կատարվում է, որովհետեւ արձագանք չի ունենում, որևէ կերպ արձագանք չի ունենում, մինչդեռ պիտի սաստվեր եւ առնվազն հավասար պայմաններ ստեղծվեր թե ուրեմն ընդդիմադիր եւ թե իշխանական կողմերի համար, էլի, եւ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենք եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որ դարձրել էին իրենց համար խաղաղուխտ եւ իշահ իրենց էին օգտագործում, զրոյացրին, ինչի համար շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, ինչքան շատ խոսի, իրենք են սիրում ասել, ինչքան շատ խոսեք, ընդդիմությունը ինչքան շատ խոսի, այնքան ավելի ակնհայտ է դառնում, ինչքան շատ ինքը խոսի հասարակության հետ, այնքան ավելի տեսանելի կլինի թե իր միտումները, թե իր էությունը առհասարակ եւ հայատյացությունը, որը դրսեւորում է ամեն քայլափոխին, էլի։ Մի դեպք էլ ուզում եմ արձանագրենք, երբ փակում են Ազատի կացարանում զոհված Արամի պապիկի բերանը ինչի համար, ինչու որովհետև պարզապես իրականություններ ասում, լավ ինչքան կարող ենք, եւ այս վերջերս հնչեց այդ միտքը, կարծեմ Քրիստինե Վարդանյանն էր ասում, որ ամեն համայնքում մեկի հարազատը ձեզ մոտենում է, որովհետև այդքան մարդու եք դուք սպանել։ Ցավալի է, բայց սա է մեր իրականությունը եւ սրան պիտի վերջ տրվի։